Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալիքիվներ։ Ժողովուրդ ջան, այսօր պետք է սրսկեմ լոլիկները ֆիտոավտորայի դիմաց, որովհետեւ չհիվանդանան։ Մեր մոտ եղանակը անընդհատ անձրև էր, մեկ շաբաթից ավել, շատ խոնավ անձրև։ Հիմա սրանից հետո տեղումներ չի լինելու եւ ջերմաշեն բարձրանալու է եւ վտանգ կա, որովհետեւ կարող է վարակվեն լոլիկները ֆիտոավտորայով կամ սնգային հիվանդություններով։ Դրա համար ինչ պետք է անում, պետք է սրսկեմ։ Հիմա մանրամասն ես կասեմ ինչ եմ անում կոնկրետ։ Եթե կանեք նման բան, հետևեք եղանակին, որովհետև սրսկելուց հետո գոնե 2 օր պետք է անձրև չգա։ Հիմա գնանք մոտենանք սեղանին։ Ես ձեզ ցույց կտամ մանրամասն, ես կոնկրետ ինչ եմ անում, սա փորձած եղանակ է։ Փորձած է սա։ Սիրելիներ, սեղանի վրա տեսնում եք կաթ, տոկոսն էլ ասեմ ձեզ, 3.5% յուղայնությունը։ Կաթը ինչ եմ արել, կաթը նրա համար, որ այս պրեպարատը, այս նյութը կպնի մնա տերևներին եւ ցողունին։ Բաժակ 200 մլ-անոց յոդ 3% պերեգիս վադարոդը, ջրածինի պերօքսիդ եւ մի հատ դատարկ բանկա եւ գթալ։ Ուրեմն ինչ եմ անում, մի ամանի մեջ լցնում եմ, այս բաժակի մեջ լցնում եմ կաթը 200 մլ, լցնում եմ բանկայի մեջ, դրանից հետո ավելացնում եմ 10 կաթիլ յոդ եւ 2 ճաշի գթալ պերօքսիդ ոդիկու։ Ու խառնում եմ, ավելացնում եմ 10 լիտր ջուր ու սրսկում։ Հիմա ես դա անում եմ, ժողովուրդ ջան։ Նա թափահարում ենք կաթը։ Եթե տնական կաթ է, շատ ավելի լավ։ Եթե չէ, խանութին էլ կլինի։ Երկու գթալ պերեգիսի տեղ գթոնեմ, այսենց։ Հիմա բացում եմ պերօքսիդը։ Սա դիզինֆեկցիա անելու հողը, ժողովուրդ ջան։ Եսա մեկ։ Սա 2։ Մեծ վտանգ կա, որ եթե եղանակն է տաքանում է եւ շատ խոնավություն կա, հնարավոր է որ հիվանդանան։ Դրա համար սա պետք է անպայման արվի։ Եվ 10 կաթիլ յոդ։ 1, 2, 3, 4, 5, 6։ Եսա խնդրեմ 10 խոշոր կաթիլ յոդ, ավելացնում եմ կաթին։ Ռեակցիա է գնում, տեսեք։ Ես բանկան պետք է չգա, որտեղ տեղավորվեց մեջը։ Հիմա ավելացնում եմ մաքուր ջուր, 10 լիտր ջուր է, արդեն ավելացնում կաթը, մաքուր ջրի մեջ։ Ու խառնում ենք։ Ստացանք կատնաշորի գույն լուծույթ։ Մի փոքր խառնենք։ Սիրելիներ, սրսկում պետք է կատարեք առավոտյան, վաղ առավոտյան ու արև չլինի եւ երեկոյան, երբ արդիվ չկա նորից։ Հիմա դա ես կատարում եմ։ Լցնենք սրա մեջ։ Նորից եմ գնում, սա փորձած է։ Ես փորձել եմ եւ իրոք օգնում է։ Չունենք ժողովուրդ ջան, արդեն փչել եմ արդեն։ Հիմա սրսկում ենք։ Սրսկում ենք շատ մանրակրկիտ ամբողջ թփերը։ Տերևների տակերով մինչև կաթա։ Այս ձևով։
բուրըն։ Սա անվնաս է, բույսին ոչ մի վնաս չի տալիս։ Տեսիելներս, այս եղանակով պետք է սրսկեմ, հաշկանու ավարտում տեսանյութը, եթե ձեզ համար եղավ օգտակար, խնդրում եմ դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը, եղեք միշտ առողջ, բարին ընդ ձեզ, ցտեսություն։